1997-ի նոյեմբերի 23-ին Հայաստանի Կոմկուսը հանդիպում է նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Երկրի ազգային անվտանգության եւ սոցիալական հիմնահարցերի մասին կողմերի միջև տարաձայնություններ չկան։ Սերգեյ Բադալյանը նախագահին առաջարկել է Հայաստանը միացնել Ռուսաստան-Բելոռուս միությանը։ Դա եւ Արցախի հարցը կլուծի եւ կվերացնի Հայաստանի տնտեսական ճգնաժամը, նախագահը չլսեց։ Մենք այսօրվա իշխանություններին միանշանակ պետք է մեղադրենք, մենք Հայաստանի կոմունիստներ, մենք այդ բարոյական իրավունք ունենք։ Մեղադրենք, որ պետք է լսել են ժամանակ մեր խոսքը։ Նույն օրը վարչապետ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ԱԻՄ նախագահ Պարուր Հայրիկյանի հետ, միասին 8 հարց են քննարկում, սակայն Հայրիկյանի համար ամենակարևորը վերջին տարիների սեփականաշնորհման գործընթացն է։ Քոչարյանի համար էական ընտրական օրենսգիրքն է, որը լավը չէ։ Պարոն Քոչարյանը ընտրական օրենսգիրքի նրբերանգների մեջ չի խորացել, միայն ինքը մտահոգված է, որ Արա Սահակյանի առաջարկած տարբերակում կառավարությանը շատ մեծ դեր է դրվում։ Իշխանությունների հետ քաղաքական ուժերի այս հանդիպումների հիմնական թեման իրականում Լեռնային Ղարաբաղն է։ Վանո Սիրադեղյանը միակն է, որ հայտարարում է. «Ես գիտեմ ինչպես լուծել Ղարաբաղի հարցը, հարցնող չկա»։ Ունեմ տարբերակից համար։ Երբ որ ինձ կհարցնեն, կասեն քո տարբերակն ասա, ժամանակ կասեմ։ 1998-ի այս օրերին փակվելու վտանգի առաջ է կանգնած Նորք հեռուստաընկերությունը։ Փակվելու պատճառների մասին Նորքի ղեկավար Սեյրան Շահսուվարյանն ավելին չգիտի։ Ավելի վաղ վարչապետն էր հայտարարել, որ Նորքի փոխարեն գործելու է մշակութային ալիք։ Արմեն Սմբատյանն է զբաղվելու այդ հարցով։ Թե ինչ են անելու, ոչինչ ասել չեմ կարող, ոչ ծրագրերին եմ տեղյակ, ոչ խոսել եմ հետը։ 1998-ի նոյեմբերի 23-ին հայրենական մեծ պատերազմի վետերաններին այցելած Խոսրով Հարությունյանին միության նախագահ Պերճ Բոշնաղյանը հիշեցնում է, որ մյուս տարվա բյուջեով իրենց հատկացվելու է 350 միլիոն դրամ, որը եթե բաժանենք ապրող 15000 վետերանների միջև յուրաքանչյուրին ամեն ամիս կհասնի 1 կիլոգրամ ոչ խոզի միս եւ 1 հաց։ Անհրաժեշտ է գոնե եւս 650 միլիոն դրամ։ Խորհրդարանի ղեկավարն ասում է՝ դեմ չեմ, բայց մեր գրպանում այդքան չկա։ 1999-ի այս օրերին Հայաստանում կտրուկ աճել է կեղծ հղթադրամների թիվը, նախկինում կեղծվում էին 1000 եւ 5000 դրամանոցները։ Այսօր հերթը ավելի մանր հղթադրամներինն է, հայտնաբերված կեղծ հղթադրամների մոտ 60%-ը 500 դրամանոց է։ Քաղաքական ուժերը 2000-ի այսօրը շնորհավորում են հայ ժողովրդին ընտրական օրենսգրքում տեղ գտած փոփոխությունների համար։ Ըստ այդ օրենսգրքի ավելացվել է կուսակցական ցուցակներով падգամավորների թիվը 56-ից հասցնելով 75-ի։ Չընդունվելու դեպքում կար վտանգ, որ Քոչարյանը կցրի խորհրդարանը։ Այն ինչ որ ասում էին կոմունիստները կատարվեց։ Ուրեմն պատմական նորից Սավեշինս դա։ Այո, կարող է անհրաժեշտություն լինի եւ ազգային ժողովը ցրվի։ Ինչ ա եղել որ? Հոծմա դեպուտատներ չեն։ Ես օրինակ որ լինեի միայն աշխատանքային կարգապահության համար ես այս ազգային ժողովը տեղում կցրեմ։ Երևանի գլխավոր ճարտարապետ Տարեկ Սարգսյանը 2000-ի նոյեմբերի 23-ին հայտարարում է, որ անձամբ է պատասխանատու Ծառաշատ հաղթանակ զբոսայգում կառուցվող Golden Palace հյուրանոցի համար։ Ես եմ ընտրել այդ տարածքը եւ եթե կան մեղավորներ, ապա մեղավորը ես եմ, ասում է նա ու պնդում, տարածքում ծառ չի եղել։ Նույնիսկ եթե ընդունենք, որ այդ տարածքում կտրվել են 2 կամ 3 ծառ, ընդունենք։ Ես նման ծառեր չեմ տեսել այդտեղ, բայց եթե ընդունենք նույնիսկ կտրվել են 2 կամ 3 ծառ, ինչ է ստացել դրա փոխարեն քաղաքը։ Ինչ է ստացել։ Ստացել է 3.5 միլիոն դոլարի ներդրում։ Ստացել է բազմաթիվ աշխատատեղեր։ Ստացել է իրականում այն առավելագույն երջանկությունը, որը կոչվում է կառուցելը։ 2001-ի նոյեմբերի 23-ին երիտասարդ հայ կոմունիստները Կոմերիտ միության 81-ի առիթով երթով կայանում են մայրաքաղաքի պետական եւ միջազգային մի քանի կազմակերպությունների շենքերի մոտ, սակայն նրանց պահանջը միայն Ռոբերտ Քոչարյանից է։ Դուք սպանել եք ձեզ, մենք պահանջում ենք ձեր հրաժարականը։ Հեռացեք! Հեռացեք! Սոցիալիզմ! Սոցիալիզմ! Նույն օրը ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը խոստովանում է, որ բենզինի ներկրումը Հայաստանում մենաշնորհային է։ Նա նկատում է, որ հենց մենաշնորհն է պատճառը, որ բենզինի գների անկման դեպքում մեր մոնոպոլիստը դժվարությամբ է իջեցնում գները։ Իսկ ոչ Միկային, ոչ Ֆլեշին չեմ ճանաչում, չեմ էլ շփվում կամ չեմ էլ կիսվում, չնայած իսկ թե ում փողերն են ավելացել։ Պարզի որ պետք է ավելանան նրանց փողերը, ովքեր այդ գործով զբաղվում են։
2010-ի մարդու իրավունքների միջազգային օրը դեկտեմբերի 10-ին էլ Հայ ազգային կոնգրեսը չի կարողանա հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում։ Մինչև տարվա վերջ հրապարակը զբաղված է, ամանորի տոնակատարություններ է փորձելու, ասում է քաղաքապետարանի ներկայացուցիչը։ Կոնգրեսի ներկայացուցիչն ակադարձում է, օրենքով դուք մեզ պետք է հաջորդ 2 օրերից մեկում նույն տեղում նույն ժամին տարածք տրամադրեք հանրահավաքի համար։ Իշխանությունները հստակ որոշում ունեն Ազատության հրապարակը չտրամադրել ցույցերի համար։